Հրապարակը գրում է ՔՊ-ում հավատարմության մրցույթ է հայտարարված ընտրություններին ընդառաջ արևի տակ իրենց տեղը գտնելու համար իշխանական պատգամավորները ընդդիմադիր գործընկերների հասցեին երկրի թիվ 1 ամբիոնից ամենաայլանդակ բառապաշարն են գործածում, հուսալով, որ Փաշինյանը կգնահատի իրենց հավատարմությունը, անմնացորդ նվիրվածությունը ու կընդգրկի 26 թվականի ցուցակում կամ մի տեղ կտա իշխանական արևի տակ։ Ոտքի են ելել անգամ երբեմնի զուսպ ու հավասարակշիռ թվացողները, 3 անգամ ՔՊ-ում էին զարմացած Հակոբ Արշակյանի հողորտանքներից ու ելույթի տոնից Արսեն Թորոսյանն էլ ԱԺ ամբիոնից ուղակի հայհոյանք հնչեցրեց։ Ամեն օր անկառավարելի դարձող ՔՊ-ական պատգամավորներն ավելի ու ավելի ագրեսիվ անմարդկային վարք են դրսևորում քաղաքական օպոնենտների ու հանրության հանդեպ անարգելով պարլամենտարիզմի ինստիտուտը։ 3 ծանր մարտեր էին մղում Ռոբերտ եւ Լևոն Քոչարյանների, ավելի ճիշտ վերջինիս ստվերի դեմ, քանի որ իր աղմկոտ ելույթին հաջորդած քաշքշուկից հետո ոչ միայն Լևոն Քոչարյանը, այլև մյուս ընդդիմադիրները հեռացան ու չվերադարձան դահլիճ։ Բայց դա չխանգարեց ՔՊ-ականներին, որ ՀԾԿՀ հաշվետվության քննարկումը նվիրեն Քոչարյանին ու տհաճ փողոցային լեքսիկոնով ելույթներ ունենան, որոնք քաղաքականությունից ու քաղաքակրթությունից կիլոմետրերով հեռու են, գրում է թերթը։ Նույն միջադեպի վերաբերյալ ժողովրդում կարդում ենք ԱԺ ՔՊ-ական խմբակցության ղեկավարից մինչև շարքային պատգամավոր ամեն բան անում են Փաշինյանի աչքին բարձրանալու համար։ Նպատակը 26 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակում կրկին տեղ զբաղեցնելն է։ Թերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցել են, որ Փաշինյանը նպատակ ունի այժմյան ՔՊ խմբակցությունից շատ քիչ մարդկանց ներառել հաջորդ ընտրացուցակում, քանի որ ըստ նրա վերջիններս կամ վարկանիշ չունեն, կամ այլևս նպատակահարմար չեն։ Ու դա ակնհայտ երևում է խմբակցության падգամավորի, խմբակցության ղեկավարի ու քարտուղարի պահվածքից, ովքեր իրենց ելույթներում ամեն բան անում են Փաշինյանին ու կնոջը պաշտպանելու համար։ Վերջիններս ցանկացած ընդդիմադիրի քննադատությանը բուրն են արձագանքում, փողոցային վարքով հանդես գալիս, վիրավորում։ Թեժ պայքարի մեջ է մտել նաև Արսեն Թորոսյանը, որը ժամանակին Փաշինյանի աչքի փուշն էր դարձել, անգամ նպատակ կար նրան կալանավորելու, բայց հիմա նույնիսկ հայհոյանքներ է հնչեցնում թիվ 1 ամբիոնից, որ Փաշինյանի աչքին երևա։ Երեկ նրանք տասնյակներով գրավել էին ամբիոնը, սպառնալով վիրավորելով Լևոն Քոչարյանին եւ Ռոբերտ Քոչարյանին միայն այն բանի համար, որ Լևոն Քոչարյանը քննադատեց Փաշինյանի կառավարությանը ու մարդկանց ուշադրությունը հրավիրեց նկատելու, որ Փաշինյանը համբալ բառով վիրավորել է իր ընդդիմադիր գործընկերներին, բայց երբ Փաշինյանը դրա հաջորդ օրը գնաց Մոսկվա, դուք տեսել եք այդ տեսանյութը հիմա ով է համբալ։ Մեջբերում է թերթը Լևոն Քոչարյանի հայտարարությունից ու շարունակում նա հակադարձեց նաև Ալեն Սիմոնյանին, ասելով, որ վերևից կշպրտի նրան ու ցավոտ կլինի։ Երեկազգային ժողովում 21-ի դեմ արշավ էր կեղտոտ ցածրորակ վիրավորանքներով ու սպառնալիքներով լի։ Հրապարակում էլ կարդում ենք երեկ հրապարակվեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, որով նա անվավեր է ճանաչել 23 թվականի սեպտեմբերի 26-ին Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։ Այն ստորագրել է հոկտեմբերի 29-ին, որի մասին թերթը գրել էր, բայց այն ժամանակ ոչ հաստատում էին, ոչ հերքում։ Իշխանական շրջանակները տարածում են, թե դրա հրապարակումով փորձում են սադրել Ադրբեջանին, հրահրել նոր սրացումներ, սակայն հրամանագիրը հրապարակվել է, քանի որ հայաստանյան իրավապահները Արցախի կորստյան փաստի ու լուծարման փաստաթղթի վրա հիմնվելով գործեր են հարուցել բազմաթիվ համայնքապետերի նկատմամբ, համարելով, որ եթե Արցախը լուծարված է ու կա հրամանագիր, դիցուք Ստեփանակերտի քաղաքապետը չէր կարող 23 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին տեղեկանք տրամադրել քաղաքի բնակիչներին, իսկ համայնքապետերը ունենալով համայնքապետարանի ներքին կնիքը տասնյակ նման տեղեկանքներ են տրամադրել, ասենք մեքենաների վերագրանցման ու այլ նպատակների համար հաստատել են Արցախցու Ստեփանակերտի բնակիչ լինելու հանգամանքը։ Հրամանագիրը որոշել են հրապարակել, որ Արցախի համայնքապետերին հանգիստ թողնեն պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար չդատեն, գրում է թերթը։ Հրապարակի տեղեկություններով տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հրաժարվում է բեռնափոխադրում իրականացնող ընկերություններին տրամադրել թույլտվություններ, որոնք նրանք կարող են երրորդ երկրից, օրինակ Վրաստանից բեռնափոխադրում իրականացնել Ռուսաստան։ Վարորդները դրան դազվոլ են ասում, որի դիմաց վճարում են։ Նրանցից մեկը թերթին պատմել է, որ մերժում են իրենց ՏԿ-ից, ասում են չկա, բայց իրենք գիտեն, որ տարեսկզբին Ռուսաստանը նախարարությանը տվել է 700 դազվոլ, որից 500
200-ը բաժանել են ֆուրերին, 200-ը Դավիթ Խուդաթյանը չգիտես ինչու պահել է։ Խոսնակը հաստատել է տեղեկությունը, ասել, որ տարեսկզբին 700-ն են ստացել, այժմ 130-ն է մնացել։ Դրանք տրամադրվում են 1 տարի ժամկետով, մինչև տարեվերջ կտրամադրվեն, բայց չեն տրամադրվում նրանց, ովքեր նախորդ տրամադրածը դեռ չեն օգտագործել, գրում է թերթը։ Ժողովուրդն էլ գրում է, որ այսօր ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերսկսված գործով միջնորդություն է ներկայացվելու դատարան, որ դատարան հրավիրեն ԱԺ 2 պատգամավորների եւ հարցաքննեն, մինչեւ Վարդազարյանի դեմ քրեական գործ հարուցելը նիստերից մեկի ժամանակ 2 պատգամավոր այնպիսի հարցեր են տվել Վարդազարյանին, որոնք խիստ կասկածի տեղիք են տվել, ուստի միջնորդել են նրանց հրավիրել դատարան, թե ովքեր են մանրամասները չի հայտնվում, թերթը հայտնել է նաեւ, որ միջնորդությունը ներկայացվելու, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին եւս հրավիրեն հարցաքննության։ Թերթը հիշեցնում է, Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարդատության իրականացմանը խոչընդոտելու համար։